Ողջույն բարեկամներ, առավոտը շարունակում է իր զրույցները հոգևոր ընտրության մասին։ Եվ այսօրվա մեր թեման ազատությունն է։ Ազատությունը տարբեր ձևով է հասկացվում տարբեր մարդկանց կողմից, բայց նրանք շատ բանի են երբեմն ընդունակ, որպեսզի ստանան այդ ազատությունը։ Պատմության ընթացքում մենք գիտենք, որ օրինակ ստրուկները հաճախ ապստամբել են իրենց տերերի, իրենց ստրկատերերի դեմ։ Բայց ի հեճուկս այդ բոլոր ապստամբությունների ստրկատիրական կարգերը պաշտոնապես պահպանվել են մինչև 19-րդ, իսկ երբեմն նաև որոշ տեղերում մինչև 20-րդ դարը։ Քրիստոնեությունը նույնպես կողմ է ազատությանը, պայքարում է ազատության համար եւ դեմ է ստրկությանը, սակայն քրիստոնեությունը իր իմաստն է ներդնում այդ բառերի մեջ։ Պողոս առաքյալի թուղթը Փիլիմոնին բավականին կարճ է եւ կարծես թե ոչ մի աստվածաբանություն չի պարունակում։ Այդ նամակի մեջ նշված են մի քանի հասցեատերեր, բայց գլխավոր հասցեատերը անշուշտ Փիլիմոնն է։ Կարճ ուղերձում կա շատ հետաքրքիր եւ շատ կարեւոր սյուժե, կարեւոր թեմա։ Փիլիմոնը ստրկատեր է, բնականաբար քրիստոնյա, եւ Պողոս առաքյալը պատմում է նրան, որ Հռոմում ըստ երևույթին բանտում հանդիպել է մի մարդու Օնեսիմոս անունով, որը այդ Փիլիմոնի փախած ստրուկն է։ Ինչ է պատրաստվում անել առաքյալը։ Նա պատրաստվում է վերադարձնել այդ ստրուկին իր տիրոջը, որովհետև պետական կարգը պահանջում է, որ ստրուկը պետք է պատկանի իր տիրոջը, այսինքն դա տիրոջ սեփականությունն է։ Հռոմի կայսրության քաղաքացի լինելով Պողոսը շատ լավ գիտեր այդ պետության օրենքները։ Այսպես է իդեպ նրան պատկերում Էլ Գրեկոն 16-րդ դարի նկարիչը։ Նա հենց քաղաքացի էր, ոչ թե հպատակ։ Եվ առնվազն 2 անգամ պաշտպանել է որպես քաղաքացի իր իրավունքները, երբ նրան դատում էին։ Դրա մասին կա Գործք առաքելոց գրքում։ Բայց շատ կարևոր է, թե ինչպես ըստ Պողոս առաքյալի պետք է ընդունի Փիլիմոնը իր ստրուկին, երբ ստրուկը վերադառնա իր մոտ։ Պետք է ընդունի ոչ թե որպես ծառայի, ոչ թե որպես ստրուկի, այլ որպես եղբոր։ Ընդունիր նրան որպես իմ սրտի հատոր, գրում է առաքյալը։ Իսկ եթե Օնեսիմոսը ինչ-որ բան է կոտրել կամ ինչ-որ բան է գողացել, հենց այնպես ստրկությունից չեն փախչում, ապա, գրում է Պողոս առաքյալը, նա ասում է համարիր, որ ես եմ դա արել, եւ ես դրա համար պատրաստ եմ վճարել։ Ուշադրություն դարձրեք, Պողոս առաքյալը չի ասում կորչի ստրկությունը, եկեք ապստամբություն անենք Սպարտակի նման, այդպիսի բան չի ասում։ Եթե այդպիսին է պետական կարգը, թող ձևականորեն այդ կարգը պահպանվի, բայց միայն ձևականորեն։ Նա ներսից է պայթեցնում այդ կարգը, որովհետև կոչ է անում ստրուկին վերաբերվել ոչ որպես ստրուկի։ Դրանով նպաստելով, որ մարդկանց մեջ այդ տեսակի հարաբերությունները տեր-ստրուկ չհաստատվեն, չվերարտադրվեն։ Դա է, կարծում եմ, իսկական հեղափոխությունը։ Ստրկությունը այդպիսով սոցիալական կարգավիճակ չէ։ Ճիշտ այնպես, ինչպես ազատությունը։ Քրիստոս օգնում է, բժշկում է, ընկերություն է անում տարբեր մարդկանց հետ, անկախ կարգավիճակից, անկախ սեռից, զբաղմունքից, անկախ ազգությունից։ Նրա համար ձկնորսը, մարմնավաճառը, մաքսավորը, կամ ասենք ռոմեացի հարուրապետի որդին, կամ ռաբիի դուստրը նույն կարգավիճակն ունեն։ Ստրկությունը, սակայն, ըստ ավետարանի, ոչ թե սոցիալական, այլ հոգեբանական վիճակ է։ Ազատությունն էլ պայմանավորված է նրանով, դու հակված ես ճշմարտությանը, թե հակված չես, իսկ ճշմարտությունը հենց նույն Քրիստոսն է, նույն Աստվածն է։ Այդ իմաստով ստրկությունը հիմա էլ կա, երբ մենք ստրկաբար կախված ենք շատ բաներից, մեղքից, մահվան վախից, կեղծիքից, իսկ կեղծիքը իր հերթին կարող է շատ տարբեր լինել։ Օրինակ, կախվածություն ուրիշի կարծիքից։ Այդ կեղծ օրակարգը, վայ, այդ մարդը իմ մասին այն բանը խոսեց, այն բանը գրեց, այն բանը մտածեց։ Դա կախվածություն է, եւ այդ կախվածությունը մեծապես կաշկանդում է մեր ազատությունը։ Սուրբ Գրիգոր Նարեկացին իր ողբերգության մատյանում գրում է. Եթե մեկը կա, որ իրեն երջանիկ զգա ինձ համարելով միայն եղկելի, ես ինքս անձամբ կհաստատեմ դա։ Այսինքն ես ուրիշների անվանարկումներով չեմ առաջնորդվում, դրանց վրա ուշադրություն չեմ դարձնում։ Դրա համար ավետարանում եւ մասնավորապես Հովհաննեսի մոտ շատ է խոսվում հոգևոր ազատության մասին։
որը կարող է բացարձակապես կոմֆորտային չլինի, բայց մենք արդեն ասել ենք, որ ավետարանը ոչ միտեղ եւ ոչ մեկին հարմարավետ վիճակ չի առաջարկում։ Մատթեոսի ավետարանում Քրիստոս ասում է. «Իմ լուծը ձեր վրա վերցրեք եւ սովորեք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնար, եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնեք, որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը թեթև»։ Դա ոչ այլ ինչ է, քան ազատության խոստում, ի փոխանակում, ի փոխհատուցում նրա, որ մենք մեր համեստ ուժերի սահմաններում վերցնում ենք նրա բեռը, վերցնում ենք նրա խաչը։ Ամենաշատը, ինչպես ասացի, ազատության մասին խոսվում է Հովհաննեսի ավետարանում։ Այնտեղ ասված է, որ ամեն ոք, որը մեղք է գործում, մեղքին ծառա է, այսինքն մեղքը մեզ անազատության մեջ է պահում։ Եվ ծառան, այլ խոսքով ստրուկը, հոգևոր իմաստով ստրուկը, հավիտյան տուն չի մտնում, իսկ որդին մտնում է։ Ուստի, եթե Աստծո որդին ձեզ ազատի, գրում է Հովհաննեսը, եթե Աստծո որդին ձեզ ազատի, ճշմարտապես ազատ կլինեք։ Ուզում է ասել, մեզ չի կարող ազատել մարդը, մահկանացուն, մեղքի ծառան, ինչպիսիք անշուշտ մենք բոլորս ենք։ Եվ մենք էլ հետևաբար մենք ինքներս մեզ չենք կարող ազատել։ Դա կարող է անել միայն Աստծո որդին, այսինքն ճշմարտությունը, նույն Հովհաննեսի մոտ։ Եվ կիմանաք ճշմարտություն, եւ ճշմարտությունը ձեզ կազատի։ Ի վերջո, եթե մտածենք մեր առօրյա փորձը, նույնպես մեծ հաշվով դա ապացուցում է, երբ ենք մենք ավելի ազատ, երբ ինչ-որ գործ ենք անում, երբ գիտենք, թե որ ուղղությամբ ենք գնում, երբ պարզ է մեզ համար մեր նպատակը, թե երբ խարխափում ենք մեր մեղքերի, բնազդների, մեր մանր ձգտումների մեջ։ Անգլիացի պատմաբան Ջոն Դալբերգ Էկթոնը մի շատ գեղեցիկ եւ շատ ճիշտ իմ կարծիքով գրառում ունի։ Նա գրում էր. ազատությունը մեզ հնարավորություն չի տալիս անելու այն, ինչ որ մենք ուզում ենք, բայց իրավունք է տալիս անելու այն, ինչ որ մենք պարտավոր ենք։ Դարձյալ այլընտրանք է։ Մենք կարող ենք գնալ մեր ցանկությունների, մեր կրքերի, մեր մանր բնազդների հետևից, կամ կարող ենք փորձել իրականացնել այն առաքելությունը, որին կոչված ենք։ Ընտրությունը մերն է։